Հալելույա։ Փառք Տերոջը, ելի եկեղեցի, ուրեմն ես շրջան մեր հովիվը իր օրդինացիոն ծառայտ ներգրում, էդի սենց կարճ ասած դիպլոմային աշխատանքը ներկայացնեմ սենց, որ պիտի անի, որպեսզի ես հովվական ես ճանապարհը, որ նա անցնում է, որ Աստծո կամքով մեր 10-ամյակին պիտի ինքը արդեն օֆիցիալ մեր կազմակերպության բունդի կողմից հենց ասած օծվի որպես հովիվ, պարտադիր է այդ տենց տեսակի աշխատանք գրելը։ Ու աշխատանքի թեման հենց ավետարանչությունն է ու ավետարանչությունը կոնկրետ հենց հայկական այս Ամշտեդենի եկեղեցու միջոցով ու ինքը այնտեղ աշխատանքի մեջին շատ տարբեր շրջանների մասին է խոսում ու ինքը այդ ամենը հայերենով է գրել, ես պիտի թարգմանեմ գերմաներենի, որպեսզի տենց հանձնենք աշխատանքը ու գիտես թարգմանության ընթացքում շատ ժամանակ հատվածների եմ հանդիպում, որ փշրաքաղվում եմ ինքս որովհետև այնտեղ մի հատված հիշեցի այսօրվա փառաբանության խումբը sense որ նայեցի որ խոսքը գնում էր նրա մասին որ աղոթում ենք որ Աստված մեզ երաժիշտներ ուղարկի եկեղեցի որպեսզի մենք էլ փառաբանության մի հատ խումբ sense ասած կարենանք ունենանք ու հետո որ հստակ մի քանի ժամանակ հետո Աստված իրան կոնկրետ ասեց ձեր մեջ փնտրեք այսինքն մեկ աղոթի որ Աստված դրսից եսի մի երաժիշտներ ուղարկի այլ դուք ինքներդ ձեր մեջ փնտրեք ու սերներս հիմա որ նայում եմ այս փառաբանության խումբը թե Աստված էս ինչ օրհնելով է օրհնե ուղղակի շաքարվել ես գալիս է փառք Տերոջը այս ամեն ինչի համար ու երբ որ այս ամեն ինչը բրծնի իրոք խորհուրդ կտամ որ ցանկացողները կարդան այդ աշխատանքը որովհետև ինքը իրոք մի հատ մեծ վկայություն է եկեղեցու սկզբից մինչև այսօրվա օրերը sense ասած կարճ համառոտ նկարագրած թե ինչերի միջոցով է անցել եկեղեցին ու իրոք որ sense մեկ հետես նայում այդ ամենը ու հիշում ես այդ օրերը live ոնց էր անցնում ու հիմա համեմատում ես իրոք միայն կարաս ասես փառք Հիսուսին այո Սիրելի եկեղեցի, այսօրվա քարոզ ուզում եմ սկսել մի հատ հայտարարությունով կամ ասենք մի հատ նախադասությունով ու փորձենք իրար հետ կարդանք, ես գրի եմ արել այդ հայտարարությունը։ Միգուցե այսօր քո հոգին տառապում է մի ճակատագրից, որի ընտրությունը քոնը չէ, այլ փոխանցվել է քեզ քո նախկինների ընտրություններով, նախնիների։ Այսինքն Կարող է դու այսօր ինչ-որ իրավիճակի մեջ ես, որ կռիվ ես անում, ինչ-որ խնդիր է, հոգևոր ճնշում է, կապանք է, չգիտեմ, ինչ-որ այ է։ Միգուցե խնդիրի լուծումը նրանում չի, որ դու ինքդ քեզ տանջես, որ կարենաս այդ խնդիրից դուրս գաս, այլ միգուցե պիտի ավելի խոր է, թազ, որովհետև իր արմատները իրականում քո որոշումները չեն, այլ քո նախկինների, ոնց են ասում, նախնիների։ Հալելույա, այս բառը միջև քարոզի վերջ կսովորենք։ Այսինքն կարճ ասած մի քիչ ավելի բացահայտ խոսում է նրա մասին, որ կարող է այսօրվա քո խնդիրները տատիդ կամ պապիդ արածների մասին է խոսքը եթում, կամ ավելի հələ տատիդ պապիների մասին է խոսքը եթում։ Կարող է իրանք են ինչ-որ որոշումներ կայացրել, ինչ-որ ընտրություններ արել, որ իրականում իրանց ընտրությունների պատճառով է այսօր դու ինչ-որ մի բանի շուրջ տառապում սիրելիս։ Ու մենք խոսելու ենք այսօր դրա մասին ու գիտես ելից գրքում 34-րդ գլխի 7-րդ խոսքում այսպիսի խոսքեր ասում Աստված իր խոսքն է հենց Աստված է խոսում ստեղ բայց բնավ անպարտ չեմ թողնում հանցավորին եւ հայրերի անօրենությունը հատացում եմ պատժելով որդիներին եւ որդիների որդիներին միջև 3-րդ եւ 4-րդ ցերունդը Դրանց առաջ խոսում է օրհնության մասին, որ միջև 1000-րդ ցերունդն է օրհնում։ Բայց գիտես, այդ ամեն ինչը ոչ թե մենակ լավ իմաստով է, այն լավ օրհնությունների մասին է խոսքը, այլ կա նաև վատ օրհնություններ, պատիժներ, ունդեղ ինքը շատ բարձր հստակ Աստված ասում, որ պատժելու եմ։ Չմտածեք, որ ձեր այսօրվա որոշումները, այսօրվա սերմերը, որ ցանում եք, անպատիժ է մնալու։ Չկա տենց բան։ Պատժելու եմ ձեզ, ձեր որդիներին, ձեր որդիների որդիներին։ Հստակ խոսք է։ Ու դրա համար այսօրվա քարոզի վերնագիրը այսպես եմ կոչել սիրելիներս Գերդաստանի տանեծքը Գերդաստանի անեծքը Ու կփորձեմ այսօրվա քարոզը
ձևակերպեմ մի քիչ իմ սիրած ստանդարտներով, որ կետար կետ, այսինքն մենք սոր 4 կետով ենք փորձելու հասկանանք այս քարոզի նյութը ու հասկանանք թե այդ Գերդաստանի անեծքը իրանից ինչ է ներկայացնում։ Առաջի կետը, որի մասին մենք խոսելու ենք, հետեւյալն է։ Միգուցե հիմա մի քիչ abstract հնչի ձեր համար այս վերնագիրը, բայց ընթացքում կհասկանաք իմաստը սրա։ Սավուղ, ժառանգված անեծքի սկիզբը։ Առաջին թագավորաց 15-րդ գլուխ 3-րդ խոսքը։ Աստված Սավուղին, որ արդեն Իսրայելի առաջին թագավորը օծվել, հանձնարարություն է տալիս։ Ու գարթանք ինչ ասում, ասում է. հիմա գնա եւ ջարդիր Ամաղեկին։ Ինքը ցեղ է, Ամաղեկիցիները ցեղ են եղել։ Ու ոչնչացրու նրա ամբողջ ունեցվածքը։ Չխնայես նրանց։ Կոտորիր բոլորին։ Ինչ սիրող Աստված ունենք, այ մարդ։ Տղամարդ եւ կին, երեխա եւ կատնակեր։ Արջար եւ ոչխար, ուխտ եւ էշ։ Գնա սաղին ոչնչացրու ասում է։ Մեկ երբ որ տենց դիսկուսիաներ են ելնում քրիստոնյաների ու մուսուլմանների մեջ կամ աթեիստների քրիստոնյաների հետ ասում են, չէ, ասում են, «Էս ինչ սիրող Աստվածա», ու սկսում են այս 5 կտականից այս հատվածները սենց օրինակ բերել։ Ասում են, «Ձեր սիրող Աստվածը ստեղ մարդկանց հորդորում է, ասում է, գնացեք կոտորեք, սպանեք, լավ են փոքր նորացին երեխեն ինչ արե»։ Բայց ասու հրամաններ ես, շատ հստակ ու կոնկրետ, ասեց կեթաս, կսպանես ոչ մի բան ողջ չթողես։ Առաջին թագավորաց 15-9-րդ խոսքը։ Բայց Սավուղը եւ ժողովուրդը խնայեցին Ագագին, թագավորին, այդ ազգի թագավորին խնայեցին, գերի վերցրեցին եւ ոչխարների ու արջարների, լավերին ու գերերին ու գառներին ու այն ամենը, ինչ ընտիր էր։ Այսինքն անասունների մեջն էլ ժողողություններ արեցին, են լավերին սենց վեկալան իրանցով արեցին, չուզեցին ոչնչացնել, այլ ոչնչացրին բոլոր անարժեք եւ անպիտան անասուններին։ Աստված ասել էր, որ կեթաս ոչ մի բան ողջ չթողես, բայց Սավուղը ու իր ժողովուրդը մտածեց, որ թագավորին գերի ենք վեկալում, չենք սպանում, ու այն անասուններին, լավ մասերին, այն յուղը հլվրին, իրանց հետներս վեկալում ենք, տանում ենք հետ։ Ու հետո սիրելիներս Սամուել մարգարեն արդեն գալիս ու Սավուղի հետ մտնում է խոսակցության մեջ։ Ասում է Աստված քեզ բաներ տվե, առաջադրանքեր տվե։ Ասում հա կատարել ենք։ Ասում որ կատարել ես, ինչ անասունների ձենա գալիս։ Ասում քո Աստծու համար ենք բերե, որ ընծայենք այդ անասուններին։ Արես ինչ հոգևոր աղբեր է այս մեր Սավուղը։ Մեկ սենց Աստված կոնկրետ մեզ ասում է, չէ ինչ անենք ժողովուրդ ջան, ու չլսելով, չհնազանդվելով, բայց մի հատ այնց հոգևոր պատասխան ենք տալի, որ Աստված էլ է շատ ժամանակ այդ վաղտ ով գիտի մտածում ասում է, այ մարդ, այս ինչ սուրբ են իմ երեխեքը։ Եվ Սամուելն 15-22 խոսքի, եւ Սամուելն ասաց. Միթե Տիրոջ համար ողջակեզներն ու զոհերը հաճելի են ավելի, քան Տիրոջ ձայնին լսելը։ Հնազանդությունը հաստատապես լավ է զոհից եւ ականջ դնելը խոյերի ճարփից։ Ասում է այ տղա, Աստծու համար ավելի կարևոր է քո հնազանդությունն ու ականջ դնելը, քան թե իր բիզնեսի համար մտածելը։ Ոչխարներ են լավ թարմ բերել ենք, որ Աստծուն ընծային։ Քեզ ով էր խնդրել, քեզ տենց բան էին ասել։ Քեզ ասել էին գնա կոտորի ամեն ինչ, ոչ մեկին ողջ մի թող։ Մարդից սկսած անասունից վերջացրած, խի ես բերել։ Այն թագավորին խես գերի վեկալ է։ Հիշեք այդ թագավորի անունը։ Շատ կարևոր է։ Ագագ թագավորի մասին ենք խոսում։ Ասում է ինձ համար հնազանդությունը միթե ավելի կարևոր չէ։ Սերներս այսօր մեզ բոլորիս եմ ուզում քաջալերեմ, որ Աստծուն քո ծառայությունները, քո վազելը, քո, չգիտեմ, մեջտեղից կիսվել ընդհանրապես չի հետաքրքրում, եթե իր այն ամենաֆունդամենտալ բաները, որ քեզանից պահանջում է, անտեսում ես, անիմաստ է քո բոլոր ծառայությունները։
Աստծուն այդ ընդհանրապես չի հետաքրքրում, ոչ էլ վարձ քեզ հավաքում դնալով։ Խայտարակ ես ելնելու Աստծո առաջ կայնելուց այն ժամանակ արդեն։ Ասելու է աղջիկ ջան, տղա ջան, ես քեզ կոնկրետ հանրարարություն եմ տվել։ Խոսքս լսեր, խոսքս կատարեր։ Բայց Տեր, ես ախար գիտես ինչքան եմ քո եկեղեցու համար ծառայ, գիտես ինչքան եմ քո զավակների համար վազե։ Բայց ինձ այդպես չի։ Առաջին Թագավորաց 15:23-ը քանզի ապստամբությունը կախարդության մեղքի պես է եւ անհնազանդությունը կռապաշտության եւ որովհետեւ դու Տիրոջ խոսքը մերժեցիր նա էլ քեզ մերժեց որ դու թագավոր չլինես կարճ կոնկրետ Սեներես այն որ Աստված քեզ ինչ որ մի բանի մեջ օծել է Էդի չի նշանակում, որ միջև կյանքիդ վերջ այդ օծությունով քայլելու ես։ Այն օրվանից, որ դադարեցիր, Սուրբ Հոգու ձայնը լսելը, Սուրբ Հոգուն հնազանդվելը ու Աստծո կամքով քայլելը, Աստծո խոսքի մեջ ապրելը, այդ օրվանից, այդ օծությունը ոնց եկել է նորից ձևով հեթալու է։ Ու ինչի հետ է համեմատում Աստված Սավուղի մեղքը։ Ասում է կախարդությունն է այդ քո արածը, տղա ջան։ Կախարդությունը, անհնազանդությունը, կախարդությունը։ Կարաս, էթաս են, չգիտեմ, Հայաստան ամեն փողոցը մեկ մի հատ, չգիտեմ, վարդու շտատի անստում, թուղթու գիրանում։ Կարաս էթաս կողքը նստես, իր այդ հավասար այդ գործով գոնե մի քիչ բիզնես անես, փող կստանաս, քո անհնազանդության հետ։ Անկեղծ բան եմ ասում։ Եթե պտի Աստծուն չլսենք, Աստծո օրենքով չքայլենք, չապրենք, ուրեմն մեր ծառայությունները զուրա։ Երկրորդ կետը։ Սերնդային անեծք։ Սերմ ուշ է պտղաբերում, բայց հաստատ։ Անցնենք, տեսնենք ինչ նկատի ունեմ։ Այդ մենք մտնում ենք Եստերի գիրքը ժողովուրդ։ Եստեր թագուհու մասին լսած կլինեք հաստատ։ Եստեր 3:1 Պարսից թագավորության մեջ են գտնվում հիմա։ Ունդեղ մի հատ մարդ է առաջանում, ու այս մարդու գլխավոր նպատակը հերյա ժողովրդի կործանումն է։ Կարդանք։ Այս բաներից հետո Աստորես թագավորը մեծարեց Ագագացի Ամադաթայի որդի Համանին եւ բարձրացրեց նրան եւ նրա աթոռն իր հետ եղող բոլոր իշխաններից վեր դրեց։ Ում որդիներ։ Ագագացի այն Ագագ թագավորի մասին է խոսքը, որ Սավուղը ժամանակին գերի վերցրեց եւ չհնազանդվեց Աստծո խոսքին, որ ասել էր կսպանես։ Դրա սերունդը դարեր հետո, հələ խոսանք սրա մասին ինչքան հետո։ Հելնում է ու ասում է ես պիտի ես հերյա ժողովրդին սպանեմ։ Եստեր 3:13 Որ մեկ օրում 12-րդ ամսի, այսինքն Ադար ամսի 13-ին կորցնեն, սպանեն եւ ոչնչացնեն բոլոր հրեաներին։ Լուշադիր։ Երիտասարդից միջև ծերը, երեխաներին եւ կանանց եւ նրանց ունեցվածքը հափշտակեն։ Հենց որ սրանից հետո եթե գան այդ Աստծո խոսքը կբացեն, կասեն են սիրող Աստված էս խիա թույլ տալի, ընդամենը մի քիչ առաջ թերթեք ու ասեք սրա համար։ Աստված էդի կարգեց, որովհետև գիտեր վաղը չէ մյուս օրը նրանք են նույն բանը կարգելու։ Ձեռ են բարձրացնելու այն ժողովրդի վրա, որ Աստված օծել էր ու ասել էր այս ժողովրդով բոլոր պետություններին եւ բոլոր ազգերին ես պիտի օրհնեմ։ Սերներես Ագագի ցեղից դարեր հետո գալիս է մեկը, որ որոշում է կայացնում, որ պիտի այդ ազգը ոչնչացվի։ Ու հաջորդ ֆոլիայով փոքր գրաֆիկայով փորձել եմ բացատրեմ, թե ինչի մասին ենք հիմա մենք խոսում, ժողովուրդ։ Քրիստոսից առաջ 1050 թվականին Սավողն է որպես թագավոր օծվում։ Լսեք ինչ ասում է Բենյամինի ցեղից
մի ուժեղ մարդ կար, անունը Կիս։ Կիսը մի որդի ուներ, անունը Սավուղ։ Կիսը թագավոր Սավուղի հայրն էր։ Քրիստոսից առաջ 480 թվականին, այսինքն 570 տարի հետո, Շուշան մայրաքաղաքում մի հրեա մարդ կար, նրա անուն էր Մուրդքե, որդին հայրի, որդին Սեմիի, որդին Կիսի, Բենյամինի ցեղից։ Այսինքն Սավուղն ու Մուրդքեն նույն ցեղից են, Բենյամինի ցեղից են։ Սիրելիս, քո տատի, պապի մեղքից կարող է, այսօր դու հանդիպում ես մի իրավիճակի, որ չեր հանդիպի, եթե ժամանակին քո պապը իր դիրքում կանգնած լիներ, եթե Սավուղը վախտին իր դիրքում կանգնած լիներ ու ոչնչացներ Ագագին եւ նրան գերի չվերցներ, ուրեմն դարեր հետո իր ցեղից եկած Մորդեխայը եւ իր ազգը չեն կանգնի այն ճակատագրի առաջ, որ Haman անունով մեկը կանգնել է ուզում է իր ազգը ոչնչացնի։ Դուք հասկանում եք ինչի մասին ենք մենք ստեղ խոսում։ Որ դու այսօր քո ձեռքերի մեջ է, որ դու քո սերունդը փրկես, քո երեխուն եւ քո թոռանը փրկես, սիրելիս։ Եվ միևնույն ժամանակ քո ձեռների մեջ է, որ քո երեխեքին եւ քո թոռներին անիծես քո որոշումներով եւ քո ապրելակերպով։ Եվ վաղ թե ուշ սերմը իր պտուղը բերելու է։ Ստեղ 570 տարի տերվեց, քո մոտ կարող է 20 տարի տերվի, կարող է 100 տարի տերվի, բայց գալու է, պտուղը քո սերմի դուրս է գալու, սիրելիս։ Դրա համար այսպիսի հայտարարություն եմ ուզում անեմ, անհնազանդության ընդամենը մեկ քայլը կարող է դարերի վրա ստվեր գցել։ Երրորդը, ստեղ Մուրդքեի անունը գերմաներենով, այսինքն հեբրայերեն անունով եմ թարգմանը, չխառնվեք նույն մարդի մասին է խոսում։ Մորդեխայ, հակառակորդը նույն գերդաստանից։ Այսինքն Բենյամինի ցեղի մասին ենք մենք խոսում։ Ունենք մի հատ Սավուղ ու դարեր հետո ունենք Մուրդքե։ Գիտեք, այս Համանը հետո պահանջում է, որ պիտի իրանց սկսեն մարդիկ երկրպագեն, իր առաջին պիտի ծունկ ծլեն ու թագավորը համաձայնվում է սրա հետ։ Ասում է, ինձանից հետո դու ես, իմ աթոռից հետո քո աթոռն է, դրա համար էլ այո, ամբողջ Պարսից թագավորության մեջ բոլոր մարդիկ պիտի քեզ մեծարեն։ Ու տեսնում ենք Էստեր գրքի 3-րդ գլխի 2-րդ խոսքում հետևյալը. թագավորի բոլոր ծառաները, որ թագավորի դրանն էին, խոնարհվում ու երկրպագում էին Hamanին, որովհետև թագավորն այդպես էր պատվիրել նրա մասին։ Բայց Մուրդքեն նրա առաջ չխոնարհվեց ու չերկրպագեց նրան։ Սիրելիս, միգուցե դաժան է թվում, որ այո, այսօր կարող է դու քո գերդաստանի երեսից լուրջ խնդիրների մեջ ես, կապանքների մեջ ես, տանջվում ես, բայց դրան լուծում կա, սիրելիս։ Դու կարաս լինես քո գերդաստանի Մուրդքեն, սիրելիս։ Դու կարաս լինես այն մեկը, որ ստոպ տաս այդ խայտարակությանը երկրպագելու ու ծունկ ծռելու սատանայի եւ նրա բանակի առաջ, սիրելիս։ Դու այսօր ունես այդ հնարավորությունը որոշում կայացնելու, ասելու ինձանով է ավարտվում իմ ցեղի գերդաստանի անեծքի գիծը։ Ինձանով է ավարտվելու եւ չի շարունակվելու։ Սիրելիս, դու կարող ես այսօր այդ որոշումը կայացնել, որ չխոնարհվես ամոթիդ, որ չխոնարհվես մարդու վախից, որ չխոնարհվես, թե մարդիկ ինչ կմտածեն քո մասին։ Դու կարող ես այսօր հստակ որոշում կայացնել, Մուրդքեի նման եւ ասես, թագավորից է լինի այդ որոշումը, կառավարությունից լինի այդ որոշումը, եկեղեցուց թեկուզ լինի այդ որոշումը։ Ես իմ ծունկը չեմ ծլելու մեկի առաջ, որ արժանի չի, որ ես նրան երկրպագեմ, սիրելիներս։ Հստակ նա կայնեց։ Ու գիտեք, նրա հորողբոր քուրը, աղջիկը, Եստերը այդ ժամանակ արդեն գտնվում էր թագավորական պալատում։ Եվ Մորդեխայը Մուրդքեն մի օր որոշում կայացրեց, որ պիտի նրան լուր հասցնի։ Եստեր 4:13-14։ Տեսեք ինչ ասում։ Մուրդքեն պատասխան ուղարկեց Եստերին ասելով. մի կարծիր,
թե թագավորի տանը դու կազատվես բոլոր հրեաներից։ Չմտածես, որ թագավորի պալատում ես այս պահին, որ ազատվելու ես այս բոլոր այս կոտորումից, որ քո ազգին սպասվում է այս պահին։ Եթե դու այս միջոցին լռես, մի ուրիշ տեղից հրեաների համար ազատություն եւ փրկություն կգա, բայց դու եւ քո հոր տունը կկորչեք։ Եվ դու գիտես, եւ ով գիտե, գուցե մի այսպիսի ժամանակի համար ես դու թագավորության հասել։ Սիրելիս, մուրդքեն դուզը խոսող մարդ էր։ Իրան չեր հետաքրքրում թագավորի տանն ես բնակվում, թագավորի կնիկ ես, սաղի առաջ ուղեղ էր։ Չեր հետաքրքրում ինչքան բիզնեսի տեր մարդա դեմը կանգնած, ինչքան փողատերա, ինչքան լուրջ մարդա, ինչքան ասելու տեղ ունի, իրան այդ ամեն ինչը չեր հետաքրքրում։ Կայնեց ու ասեց դեմքին, լսի, քո հույսին չենք, քեզանից էլ չլինի այդ փրկությունը, Աստված իր ազգին ազատել գիտի։ Բայց իմացի, միգուցե Աստված հենց սրա համար այսօր քեզ կարգել է այդտեղ, որովհետև քեզանով ուզում է ինչ-որ մի գործ անի։ Ու սիրելիս, այսօր ես քեզ եմ ուզում նույն ձևով քաջալերեմ։ Չմտածես, որ քո սիրուն աշկերով այս եկեղեցին, քո ընտանիքը կամ ընդհանուր քո մթնոլորտը գործելու եւ գոյատևելու։ Չէ, դու չլնես Աստված մեկ ուրիշին կօգտագործի, որ իր գործը առաջ տանի։ Ես չլնեմ Աստված ուրիշին այստեղ կանգնացնելու, որ իր գործը առաջ տանի։ Բայց միգուցե Աստված քեզ կարգել է, որ դու գտնվես իմ այնտեղ որտեղ ես, որպեսզի այս ամենին ավարտես եւ ասես՝ «Սյո, այս անեծքի գիծը ավարտվում է ինձանով»։ Կարաս այսօր կանգնես ու հստակ այդպիսի հայտարարություն անես։ Կապ չունի ով է դեմդ կայնած եւ կապ չունի ինչ ունես կորցնելու, սիրելիս։ Մուրդքեն կարեցավ, կանգնեց հստակ, պրինցիպները չուրացավ ու միջև վերջ գնաց, սիրելիներս։ Հաջորդ հայտարարությունը։ Քո այսօրվա հնազանդությունը կարող է փրկել ամբողջական ընտանիքներ, նույնիսկ հոգևոր իմաստով։ Սիրելիս, քեզանից ընդամենը մի բան է պահանջվում, որ դու խոստովանես, որ անեծքիդ մեջ ես։ Կարող է դու չես այդ անեծքի սկիզբը եւ պատճառը, բայց քեզանով է փոխանցվում դեռ այդ անեծքը։ Եվ դու ինքդ կարաս այսօր որոշում կայացնես, հստակ պրինցիպներիդ մեջ կանգնես Աստծո խոսքին համաձայն ու ասես ստոպ եմ տալիս ես ամեն ինչին։ Եվ եթե դու այդ որոշումը կայացնես, ուրեմն հավատա, որ Աստված հավատարիմ է ու իր գործը կանի, սիրելիս։ Եսթեր 7-րդ գլուխ 10 եւ 9-րդ գլուխ 10 խոսքը։ Hamanին կախեցին այն փաթից։ Չեմ անդրանում ոնց էս երևույթը լավ։ Գնացեք Եսթերի գիրքը կարդացեք։ Բայց Hamanին, այն մարդին, այն մեկին, որ որոշում էր կայացել, որ ամբողջ հրեա ազգը ոչնչացնի, կախեցին այն փայտից, որ նա պատրաստել էր Մուրդքեի համար։ Սիրելիս, այսօր սատանեն քո գերդաստանի մեջ մի հատ փայտ է պատրաստել, որ քեզ հանի այդ փայտի վրին խաչի, որ քեզ սպանի։ Դա կարա լինի կռապաշտության մի հատ, չգիտեմ, անեծք, դա կարա լինի պղծության մի հատ անեծք, դա կարա լինի պոռնոգրաֆիայի մի հատ անեծք, դա կարա լինի ֆինանսական կրիզիսների մի հատ անեծք, դա կարա լինի առողջական մի հատ անեծք, դա կարա լինի անբավարարության անեծք, դա կարա լինի ինքնադատապարտության անեծք, դա կարա լինի ինքդ քո հետ երբեք չհաշտվելու ինչ որ մի հատ անեծք, որ դու լավը չես, որ դու վատն ես, որ ինքնահաստատություն չունես ընդհանրապես, քո ինքնահաստատությունը փորձում ես փնտրել ամեն ինչի մեջին, բացի Աստծո խոսքի մեջին։ Այդ ամենը փայտեր են տարբեր տեսակի, որ սատանան դրել է, որ քո գերդաստանը հանի խաչի դրա վրա։ Բայց այսօր, եթե դու քո պրինցիպների մեջ հաստատ կայնես եւ կանգնես ու ասես, որ ինձանով ավարտվելու է այդ անեծքը, ուրեմն հստակ եղիր, որ այդ նույն փայտը, որ սատանան դրել էր քո համար, քո թշնամիներն են հայտնվելու այդտեղ, սիրելիս։ Բայց այստեղով չի ավարտվում։ Նրանք մի բան են հասկանում, որ ժամանակին իրանց պապը մի հատ մեծ սխալ թույլ տվեց իրաց, որ ամբողջովին արմատախիլ չարեց այդ ազգին։ Դրա համար նրանք չբավարարվին, որ Hamanին հանեցին այդ փայտը, այլ շարունակեցին։
հрյաների թշնամի Ամադաթիայի որդի Համանի 10 որդիներին սպանեցին։ Չես բավարարվում է նրանով, որ այդ պահի իրավիճակը մենակ լուծեցիր, այդ պահի խնդիրի դեմ պայքարեցիր ու հաղթեցիր, այլ եթում ես, որ այդ խնդիրը մի հատ վերլուծում ես ու արմատներն ես տենում ու արմատախիլ ես անում լրիվ։ Որդիներն էլ հետը ոչնչացնում ես սիրելիս։ Այդ դևի բոլոր դևիկներին էլ հետը հեռացնում ես քո ամբողջ գերդաստանի մեջից։ Այս իշխանությունն է ստացել Աստծո կողմից սիրելիս, որպեսզի դարեր հետո քո այսօրվա ապրած ու սխալ արած գործերի պատճառով քո սերունդը չտառապի սիրելիս։ Կա այստեղ ինչ որ մեկը, որ իր երեխու կամ իր թոռի լավը չի ցանկանում։ Չորրորդ կետը անեծքից դեպի ազատություն Հիսուսի դերը։ Գաղատացիներ 3-րդ գլուխ 13-րդ խոսքը Քրիստոսը մեզ օրենքի անեծքից փրկագնեց մեզ համար անեծք դառնալով քանզի գրված է անիծյալ լինի յուրաքանչյուր ոք ով կախվում է փայտից։ Սիրելիս, այդ անեծքի փայտը որ դրած էր Հիսուսը հելավ ինքը քո տեղ այդ անեծքը դառավ։ Գիտես, քրիստոնեական աշխարհի մեջին մի հատ sense թեոլոգիա տարածված, որ Հիսուսով մենք այդ բոլոր այդ անեծքներից ազատագրված ենք եւ այդ ցեղական այդ բոլոր այդ բաները գոյություն չունեն ընդհանրապես, ճիշտ է։ Բայց դու իրոք Հիսուսի արյան տակ ես, քուրս, աղբերս։ Այսօր մարդիկ մտածում են, որ դա ուղղակի նշանակում է մի օր մի հատ քարոզիչ, sense էմոցիոնալ մի հատ քարոզ անեց, հետո կոչ արեց, որ մարդիկ ով ուզում են իրենց կյանքը հանձնեն Հիսուսին, թող առաջ գան, մի երկու հատ նախադասություն ասեց, ես կրկնեցի այդ նախադասությունը, всё, բոլոր անեծքներից ես ազատագրված եմ։ Ժողովուրդ ջան, ես հոկուս պոկուս ֆոկուս մի աստու չեմ հավատում։ Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին եւ նրա խոսքին, եւ նրա խոսքը շատ պարզ է։ Եթե Հիսուսի մեջ չես, եթե Հիսուսի խոսքի մեջ չես, ուրեմն ոչ մի ազատագրություն չունես դու քո կյանքում։ Ամեն անեծքն էլ ոնց որ կա, այտենց էլ վրիտա, որովհետեւ օրենքը չի գործում միայն այն մարդու մեջ, ով Հիսուս Քրիստոսի մեջ է։ Եվ Հիսուս Քրիստոսի մեջ գտնվելը նշանակում է նրա խոսքի մեջ լինելը եւ նրա խոսքով ապրելը, սիրելիներս։ Ապա ո՞րն է հիմա լուծումը։ Հասկացանք, օքեյ, Քրիստոսի տեղը անեծք վեկալավ իր վրա։ Ինքը անեծք դառավ, որպեսզի ես ազատագրվեմ։ Բայց ոնց հիմա այդ արմատախիլ անեմ, ոնց sense մգրադը վեկալեմ ու այդ գիծը կդրեմ, որպեսզի այդ իմ սերունդին չփոխանցվի։ Սերես առաջի Հովանես 1:9 շատ պարզ է խոսում, ասում է իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար, մեր մեղքերը ներելու մեզ եւ մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ Հիսուսը ներում է խոստովանած մեղքերը, սիրելիներս։ Մի հատ համարձակ հայտարարություն եմ անում։ Եթե դու ինքդ գիտակցաբար գիտես, որ դեռ բան կա քո մեջ, որ մեղք ես գործել ու երբեք այդ մեղքը չես խոստովանել, ուրեմն այդ մեղքը թել ներված չի։ Ու էտա պատճառը, որ անեծքը հլը էթմա, որտեվ անեծքի իրավունքը դու տալիս ես հլը։ Պայմանագիրը հլը չեղարկված չի, դու անեծքի հետ հլը պայմանագրի մեջ ես։ Այնքան ժամանակ, միջև մեղքդ խոստովանես։ Եվ ոնց է այդ խոստովանությունը։ Ինչ լավ կլներ է, որ սենց մենակ եթե ենք Աստծո առաջին սխալ չհասկանանքից, իհարկե պիտի այդ Աստծո առաջին խոստովանենք։ Բայց խոսքը շարունակում է։ Ստես սխալ եմ գրե հաջորդ ֆոլիոյի մեջ Հովանես 5:15, Հակոբոս 5:15-ում այսի գրված։ Միմյանց խոստովանեք։ Աստծուն խոստովանենք։ Միմյանց խոստովանեք ձեր մեղքերը եւ միմյանց համար աղոթեք։ Աղոթելուց առաջ ինչ պետք է անենք։ Այսինքն առանց խոստովանություն աղոթք անելը ինչներից է պետք։ Ոչ մի բանի։ Որ ինչ լինենք հետո այդ ամեն ինչ հետո։ Ժողովուրդ ջան, սանից պարզ։ Այսօր կոտորվում ենք այս աղբորից, այս քրոջից, այն եղբորից
թռնելով, որ ինչ կլինի ինձ համար մի հատ աղոտ քարեք։ Ախպերես, քուրես, գնա մի հատ խոստովանի, հետո նոր այդ աղոթքը կգործի։ Առանց խոստովանության չկա ազատագրում եւ չկա բժշկություն ծերներս։ Հիմա ինչ եմ ուզում քաջալերեմ, որ ամեն մեկը թիմիկ պիտի գաք դերմից կայնեք ձեր ամբողջ կյանքը պատմեք խոստովանեք, չէ, ժողովուրդ ջան, ասածս այդ չի։ Բայց ընտանիքի մեջին կան մարդիկ, որոնց հետ ավելի անկեղծ զրույցը ստացվում, չէ։ Կարա լինի հայրը, կարա լինի մայրը, կարա լինի քույրը, կարա լինի եղբայրը։ Մեծ ընտանիք ենք։ Ունես տեղ լիքը քույրեր, եղբայրեր, մայրեր, հայրեր, զավակներ։ Գտի մեկին, ու այն ամենաանկեղծ սրտով սկսի խոստովանելը։ Վտանգ է, որ է դա, բա իհարկե։ Վաղը չեմ իսորը կարող է դեմքիդ տան։ Դա համիկ ինչ անեմ։ Հիշում եմ անցած մեր տղամարդկանց հավաքույթի ժամանակ խոստովանության բան սկսեցինք ու մեր հովիվը բոլորիս քաջալերեց, ասեց Ժողովուրդ ջան, բայց իրոք եկեք անկեղծ խոստովանություններ անենք, էլի չասենք, որ այն օրը ինչ օրինակ բերես չեմ էլ հիշում, բայց սենց մի հատ աբսուրդ բան էլի, որ սենց այն սուպեր հոգևորը մենակ տենց խոստովանություն կանի, ասեց լուրջ բաների մասին խոստովանենք, ես էլ ձեռս բարձրացրի, ասի ես սկսում եմ, ես սկիզբը դնում եմ, հետո պապա նորից հետի կրկնեց, Ռուբոնը դեղ կողքից ասեց, ես չեմ էլ կասկածեմ, որ հեսա մի հատ բոմբա տրակ հասնելու գորս դեղ, ու բոմբը տրակ հացրինք, ինչքան եղբայր կար էտ օրը նստած, Ճիշտ է, ես կասկած չունեմ որևիցե եղբայրի վրա, բայց մեկս մեկի մյուսին գարանտիա չունենք։ Վաղը չեմ մյուս օրը կարող է դեմդ օգտագործեն խոստովանածդ։ Ինչ իմանամ։ Հա, բայց ես արդեն բացել եմ էդի։ Ում ասած ուզում եմ թող գնան ասեմ։ Տանջում է այն մարդը, որ մեկը մյուսից գաղտնիք ունի պահելու։ Ներսից կրծում է քեզ այն փաստը, որ գիտես վաղը չմիսոր ես կարող է դուրս գա, ջրի երես գա, բայց քեզանից դուրս չի եկես ամեն ինչը։ Դրա համար ավելի շուտ գնա, ասա եմ։ Նորից ուզում եմ այս արտահայտությունը անեմ, որպեսզի ուշադիր լինենք, առանց մեղքերի խոստովանության անեծքից ազատություն չկա։ Չկա, էդ ամենագրությունը։ Եթե դու ուզում ես, որ վաղը չի մյուս օրը քո թորնիկները մեծանան, զարգանան Աստծո օրենքի մեջ, Աստծո սրբության մեջ, Աստծո ողորմության մեջ ու քեզանից տասնապատիկ ավելի Աստծո հետ հարաբերություն ձևավորեն սիրելիս։ Ուրեմն դու կարաս այսօր դրա ֆունդամենտը դնես քո որոշումով։ Դու կարաս այսօր քո գերդաստանի անեծքը ոչնչացնես։ Սեներես գիտեք, այնպես չի որ էսի մենակ հոգևոր մարդու կյանքում է գործում, գիտեք այս սիստեմը շատ ժամանակ մարդ հոգևոր մոտիվացիա չունենա, բայց մի հատ որոշում կայացնելով, ճիշտ որոշում կայացնելով, դա արտահայտվում է իր սերնդների մեջին։ Մի հատ օրինակ բերեմ, որպեսզի ավելի հասկանալի լինի, թեորիա չլինի իմ ասածը։ Գիտեք, սրանից քանի տարի առաջ, երբ որ իմ հայրը սկսեց ծխելը թարգելը, որ ինքը տարիներ շարունակ ծխում էր, իրոք։ Այն վաղ ինքը ապաշխարած մարդ չէր։ Ուղղակի զգաց, որ իր առողջության հետ լավ չի, ու մի օրում որոշում կայացրեց, ասեց վերջ, էլ չեմ ծխելու։ Սենես ինքը մի բան, որ վերևներից եկել էր, հասել էր ու իրանել էր փոխանցվե, որ ինքը անում էր, ստոպ դրեց իրանով։ Ու ես եւ իմ եղբայրը երբեք այդ խնդիրը սկի չենք էլ ունեցել, սկի չենք էլ մոտեցել այդ ամեն ինչին։ Խի, որովհետեւ այն մարդուս չենք տեսե, որ պատասխանատու է մեր համար փոխանցելու ամեն օրհնություն թե անեծք։ Դրա համար ուզում եմ քեզ քաջալերեմ, եթե այսօր վարքեր ունես, խարակտերներ ունես քո մեջ, ստախոսության, խաբեության, չգիտեմ, սենց միշտ քեզ բանի մեջ դնելու, որ ինչ մեղք ես դու, սաղ աշխարհը քո դեմն է, չգիտեմ, եթե տենց բաներ կա քո մեջ, վաղը չեմ սորը այդ նույն բաներ երեխուդ մեջ ես տենալու, ու սկսելու ես ամաչել արդեն, սիրելիս։ Այդ որ մի ծնողն ա ուզում իր երեխու երեսից ամաչի, կա ստեղ մեկը տենց։ Դզում է, չէ՞ որ սենց կայնում ես հպարտ, որպես ծնող լսում ես երեխուդ մասին ինչեր են խոսում։ Սիրելիս, դու ես ֆունդամենտը դնում։
Դու։ Եվ վերջի հայտարարությունը, որ ուզում եմ այսօր կարդալ, քո մեղքերի խոստովանությանը խանգարում են ամոթդ ու գոռոզությունդ։ Դու նախընտրում ես ծածկել մեղքդ, գիտակցելով, որ սերունդները շարունակելու են տառապել անեծքի տակ։ Ի՞նչն է ամենամեծ խոչընդոտը խոստովանության։ Ամոթն ու հպարտությունը, ժողովուրդ։ Դու կգերադասես հայտարարել, որ երեխեքիդ, թոռներիդ սիրում ես, բայց քո ապրած կյանքով ու պահվածքով եւ քո չխոստովանությունով դու ցույց ես տալի, որ քո հպարտությունը եւ քո գոռոզությունը ավելի մեծ է, քան քո սերը քո սերնդի նկատմամբ։ Տերը օրհնի ձեզ։